Ժողովուրդ բարի լույս, ժամը 12-ն է չնայած արդեն բարի օրը կարելի ասել, ոչ թե լույս, ամեն դեպքում բարի լույս, բարի օր, նայած թե որ ժամին եք նայում, մազերս լողացրել եմ, մազերս լվացրել եմ, մի քիչ ֆենով չորացրի, մի թեթև խոնավություն կա, բայց պետք է հավաքեմ, որովհետև այդպես թափած չեմ կարում, նեղվում եմ։ Ինքան շուտ թափվեց ներկեիս անգամ, այդ նույն ներկից 3 հատ առել էի, հիմա երևի այս կիրակի օրը կներկեմ, այս մի քանի օր գործի գնամ գամ, կիրակի օրը կներկեմ։ Խոհանոցում խառնաշփոթա, սիրելիներս, ասեցի չէ, պահարան գնացինք առանք IKEA-ից, այս արդեն հավաքել է Աշոտը, ասեց գործերով դուրս էր գալու, գնալու էր մի քանի ժամով դուրս էր գալու, ասեց գամ նոր հավաքեմ, ասի ոյ Աշոտ ջան, մինչև դու գաս, հավաքես, ժամը քանիսը կլինի, մինչև ես էլ դասավորեմ, ժամը քանիսը կլինի, բեր ինչ կլինի, բեր հիմա հավաքենք։ Վերջը հավաքեցինք, ապրինքը հավաքեց, հիմա մեկ-մեկ մտածում եմ, որ ասենք խելքը չհասներ այսպես ամեն ինչից, ինչ պետք է անենք, ամեն ինչը ինքը իրոք իր խելքը հասնում է, տան վերանորոգում, ամեն բան ինքը անում է։ Այդպես սիրելիներս, հիմա ուրեմն այս մեկը դե տեսել էիք, արդեն ես մի քիչ փոփոխություններ կանեմ, հիմա սրա դարակները պետք է դնեմ, Աշոտը հանձնարարել է ոնց պետք է դնեմ, այս սրանք մի րոպե բերեմ, այս սրանք պետք է դնեմ այդ անցքերի մեջ, որ դարակները դնեմ, չգիտեմ անունը ինչ է սրանց, մի րոպե նայեմ մոտավորապես որտեղից է դրած, այստեղից, չնայած ես կարամ ընտրեմ, որովհետև այստեղ անցքերը շատ են, կարամ ընտրեմ, թե ինչքան մեծ եմ ուզում, որ դարակը լինի, այդպես էլ երևի կանեմ, այս մեկը մի քիչ ավելի լայն կանեմ դարակը, քան այս կողքինն է։ Հիմա սրանք դասավորեմ, դարակները դնեմ, հիշում եք, այստեղ այդ սև բանը դրած էր, բաց պահարան էր, էլի կա, դարակներ էր, այդ հանեցի, հեշտ էր շատ, հենց այդպես ոնց որ հագնում էր իրար մեջ, քանդեցի, արագ հանեցի, ու հիմա այս կդասավորեմ, այս բարձր դրեցի, մի րոպե ինչ ասնեմ, դասավորեմ վերջապես ամեն ինչ տնեմ իր տեղը, որովհետև լրիվ դրա վրայից հանել եմ ու այսպես լցրել եմ խոհանոցով մեկ։ Հիմա սրանք են տնեմ իր տեղը։ Շատ լավ է։ Օղիղը լավ է։ Մի հատներ կդնեմ այս ներքևը, միշտ էլ կարելի է հանել փոխել, այս լավ է, այս կողմից հարմար է, բայց ինձ թվում է այս մեկը շատ է վերել, չէ, իսկ մի դարակը մեծացնեմ, ժողովուրդ ջան, այս մեկը, տեսնում եք, չէ, դուք, մի րոպե, մեկ չէ իջացնեմ, այս շատ եմ բարձր դրել, այս իջացնեմ, դարակս թող մի քիչ էլ մեծ լինի, որ այսօր ամեն ինչ ուզում եմ վերջացնեմ, որ վաղը գործի եմ։ Են պատուհանի լույսերն էլ վերջապես կախեցի, ես չեմ տվել էդ էլ ցույց տամ։ Այսպես ավելի լավ է, դարակը ավելի մեծ է։ Այս ներքևն էլ, չնայած այստեղ ունեմ շշեր բաներ դրած, բայց մեծ բաներ կան, որ կուզեմ այստեղ դնեմ, տեղավորեմ։ Աշոտը լիքը, այստեղ հանքային ջրեր ու բաներ ա առել, դնելու տեղ չկար, այսպես շարել էի բանի վրա պահարանի, սրանք էլ կբացեմ, տեղավորեմ, հույս ունեմ, որ կտեղավորեմ ամեն ինչ, բերեմ մի հատ սրբեմ, այս է Բելգիայի եղանակը, ժողովուրդ ջան, անընդհատ այսպես անձրևային, անպամած, մռտնած, չնայած անկեղծ որ ասեմ, ես այն մարդը չեմ, որ եղանակը իմ վրա այդպես ազդի, չէ, մարդկա եղանակից կարող է դեպրեսիայի մեջ լինի, ես այդ ձև չեմ, ես սիրում եմ, ընդհակառակը, այս եղանակներ շատ եմ սիրում, ուղղակի, չգիտեմ, բան է լինում, էլի, տան մեջ ոնց որ մի ձևի մութ է լինում, էդ ամենակ, իսկ ես սիրում եմ բնույթով, որ լույս լինի, անընդհատ լույս լինի, թե չէ եղանակը իմ վրա չի ազդում, սիրում եմ անձրևները,
Ավելի շատ ես էլ ամառվա շոկը չեմ կարում տանեմ, ամառվա շոկին չեմ դիմանում, ես էլ հուսամ լավ դրել եմ, ամուրա լավ է։ Սրբել էի մի առ, բայց մի հատ էսպես տարակները դրած նորից սրբել ու դասավորեմ։ Սիրուն պահարաններ են, չէ, ասեմ, որ հիմա մենպես է ստացվել, երկուսի դուրներ նույն ուղղությամբ է բացվում, բայց ես կփոխի Աշոտը, ասեց կգամ փոխեմ, ուզում եմ, որ երկուսն այսպես բացվեն, մեջտեղից էլ այսպես բացվեն, այս արդեն լցրած էր, թե չէ բացի դրանից, այս վերևից ամրացնում է, պատին է ամրացրել, թե չէ կարայինք այս մի քիչ այս կողմ տանենք, մի անգամից այս մեկն էլ այս կողմից կդներ, դուռը այսպես կբացեր, բայց քանի որ պատին ամրացրած էր, ասեց ոչինչ, լավ, ես մեկը բան կանեմ, ես ձև դնեմ, որ Գայրիկունը սրա դուռը կփոխի այս կողմից, հեշտ է, այս բաները հանում է շատ հեշտությամբ, հանում է մյուս կողմն է դնում, այսպես իմ սիրելի բարեկամներ, ես էլ դասավորենք որ համով լոհով ճաշեմ եփել, գնեմ բաղադրատոմսը դուք էլ նայեք, բաղադրատոմսը որն է բոլորիս լոհով ճաշնել համարյա նույնն է, բայց ինքան համով է եղել, կարող է մոտիվանաք դուք էլ եփեք։ Կարմիր հատիկ լոբի եմ թրջել ամբողջ գիշեր մնացել է, անկախ տեսակից, անկախ գույնից լոբին պարտադիր պետքա թրջել մի քանի ժամ, եթե ամբողջ գիշեր, պատահում է անգամ մի ամբողջ օր թողնում եմ թրջած, հետո նոր եփում եմ։ Հիմա դրել եմ եփվի, այսպես ավելի շուտ կեփվի, բացի նրանից, որ շուտ է եփվում, այսպես ավելի լավ է մարսվում, քան միանգամից որ դնում եփում ենք։ Կարելի է նաև շատ խաշել, ասենք մի ամբողջ տուփը թրջել այդպես մնա ամբողջ գիշեր, հետո խաշել, մասերի բաժանել ու դնել սառցարան, սառեցնել։ Հետո արդեն քիչ-քիչ անել օգտագործել, այսինքն այդպես շատ արագ կլինի, էլի արդեն խաշված կլինի լոբին, միանգամից պետք գալուց կարելի է հանել ու մի բան սարքել, աղցանաճաշը։ Կոճապղպեղն եմ քերիչով անցկացնում։ Մի բջեղել սխտուր եմ ավելացնում։ Մի թեյ գտալ տոմատի մածուկ եմ ավելացնում գույնի համար ու աղացած կարմիր պղպեղ, 1.5 թեյ գտալ։ Լոբին արդեն եփվել է, մի քիչ կմանրեմ պյուրե սարքելու գործիքով, այս անգամ մակարոն չեմ գցելու։ Սոխարասն եմ ավելացնում։ Ընկույզն էլ հիմա կավելացնեմ։ Աղ եմ լցնում, ընդհանրապես դեռ աղ չէի գցել։ Մի փոքր չորացրած սամիտ կգցեմ։ Ծածկեմ մի 10 րոպե եփվի ու անջատեմ։ Արդեն եփվել է, անջատում եմ, հետո կանաչին եմ լցնում։ Աղադանոց ու համ եմ այն մոտ։ Այսպես կանաչու գույնը լավ պահպանվում է, որ չեմ երազվում հետը։ Տեսեք ինչ լավ ապուր ստացվեց։
Հուսամ ձեզ էլ մոտիվացրի, դուք էլ եք այս ձևով պատրաստում ընկույզով, թե առանց ընկույզի։ Մեկ-մեկ մակարոնով եմ պատրաստում, մեկ-մեկ էլ էսպես։ Հավանեցիք, թե դուք էլ եպեք ու անուշարեք։ Հիմնական բաները դասավորեցի, գիտեմ, որ շատ հլը կփոխեմ, մինչև որ ամեն բան իրոք իր վերջնական տեղը ունենա, այս ջրերից այնքան շատ առելաշուտ, որ դնելու տեղ չկա։ Սրանք էլ էստեղ դասավորեցի, կարակը ոնց ասեցի, այստեղ եմ դնում, որովհետև սառնան, որ դնում եմ սառում է ու օգտագործելուց հարմար չի։ Այսպես լցրեցի դարակները, համարյա թե կարելի ասել ամեն ինչ տեղավորեցի, այստեղ մի քանի բան մնաց էլի պահարանի վրա սիրում եմ, որ դատարկ է լինում, բայց էլի մի երկու բան, այս ջրերը, այս մի երկու շիշնա ոչինչ կօգտագործվի, էդ էլ կվերջանա։ Ինչևէ, ահագին դասավորվեց, ահագին գոհ եմ։ Հիմա այսպես, հիմա արդեն հատակը սրբեմ ու տեսնեմ ինչ եմ անում, ասեմ գործերիս։ Այս կողմում էլ դե այս դարակին ձեռք չեմ տվել, գտաններ պատառաքաղները, այստեղից համեմունքները հանեցի, տեղափոխել եմ, հիմա ցույց կտամ ուր, այստեղ այս շերեփ բանը գրեցի, այս Ikea-ից առած պլաստմասայից բաններ, որ կասկածելով առանք, որ կարող է դարակի մեջ չտեղավորվի, այսպես էլի մի քիչ շատ է այստեղ բաները, առայժմ ոչինչ, այսպես կմնամ, մինչև ավելի հարմար բաներ կունենամ, պետք է փորձարկեմ էլ, այս մեկը հիմա դատարկ եմ թողել, ուզում եմ այստեղ էլ բերեմ թեյի սրբիչները դնեմ, մի հատ սրբեմ ու այստեղ էլ թեյի սրբիչները դնեմ։ Իսկ այս կողմում համեմունքները բերեցի վերև, որովհետև այստեղ ավելի հարմար է միանգամից այսպես բարձրատեղը հարմար է օգտագործելը։ Սրանք էլ այստեղ ժամկետանց բան չունեմ, նայել եմ, կարճ ասած, առայժմ այսքանը, հիմա ամբողջությամբ մաքրեմ, վերջացնեմ ու անցնեմ մյուս գործերիս։ Սրբիչներն էլ այստեղ տեղավորեցի, մի քիչ նեղվածք եղավ, բայց այստեղ մոտիկա հարմար է տեղը, այստեղ էլ այս ամաններից մեկն էլ այստեղ դրեցի, ֆոլգա բաները, սրանք էլ այստեղ տեղավորեցի, այստեղ էլ հիշում եք ռեզինները պետք է գալիս մեկ-մեկ, այստեղ այս շպիլկաները դրեցի, հարցրել էիք որտեղից եմ առել, Ալդիից էի առել սրանք։ Վերջացրի խոհանոցից գործերը ժողովուրդ ջան, վերջապես այս փուլում ոնց որ թե ամեն ինչ արեցի։ Կարակ եմ հանել, խմոր պետք է պատրաստեմ շերտավոր, այստեղ անանուխն է չորանում, քանի որ դուռը, նայեք, հենց առաստաղի տակից է, այսինքն կառնես կախելու տեղ չկա, այս լույսի դեպ վառվում է, չէ, մի հատ նայեմ հələ էլեմենտը նստել է, թե չէ, չի նստել, այս էլ աշխատում լավ է, այստեղ ուզում եմ երևի թելով ուղղակի վարագույր ձևի համար կախեմ, ուղղակի զուտ ձևի համար, որովհետև այս դուռը անդադ բացվում, փակվում է,
Սպիտակ վարագույրները կողքից կախեմ, ուրիշ գույն լիներ կարելի նաև ուրիշ գույն, բայց կմքացնի այստեղ, սպիտակ վարագույրներ կկախեմ, այսպես սիրելիներս, այսա Քսենիայի զուգարանը, մի հատ էլ վերևնա, գնաց դուրս, արի բացեմ գնա, արի հա, շատ ես քնել չէ, շատ ես քնել, հա, արի բացեմ գնա, բայց անձրևա դժվար գնաս, տեսնենք կգնաս, կգնաս, չէ, դու ջուր չես սիրում, չես գնա, տեսեք մենք անգամ Քսենիայից կատուներից պետքա բան սովորենք, այնքան քնեց, երկար քնեց, արթնանալուց հետո այսպես ձգվում է, նայեք ականջները սրեց, ձգվում է, մենք էլ պետքա արթնանալուց հետո մարզվենք, հո, սիրուն Քսենիան, ականջները սրել է, շատ լավ տղա է, շատ, գիտես քո ջուրը թափել եմ Քսենիա, այստեղ հավի կրսկամիս ենք խաշել դրել, ջուրը թափեցի մի ամիտ Քսենիա, հա, տեսակ որ դուրս չեկավ, ուզում ես գնաս, հա, դե գնա, լավ մի քիչ թարմոտ շնչի ու արի գնա, չի գնա, ջրից վախենում է, չգիտեմ լրիվ կատուները այդպես են, թե մենակ Քսենիան է վախենում, ես ինչ բանա զուգանը չստուգեց, մաքուր է թե չէ, գնացիր Քսենիա, հա, գնաց,